Որերորդ օրն նստածույցի եք։ Արդեն 4-րդ օրն է, այստեղ նստածույց ենք անում երկուշաբթի։ Մի քիչ բարձր է, եթե կարելի է։ Երկուշաբթի օրվանից արդեն 4-րդ օրն է, ինչ այստեղ նստածույց ենք իրականացնում, որպեսզի Լիդիա Մանտաշյանի խափանման Միակ երկուսով եք, թե շատ եք։ Չէ, էլի մարտական ընկերներ ունենք, որ գալիս են, հանրային աջակցությունը մեծ է, էլի կանայք, աղջիկներ, ծանոթներ, անծանոթներ գալիս են, մեր հետ ժամանակ անցկացնում են, հետո զանգում են, հաղորդագրություններ են ուղարկում, աջակցությունը մեծ է խոսքում։ Դուք պահանջում եք միայն Լիդիա Մանտաշյանի ազատ արձակումը, թե նաև մյուս քաղբանտարկյալների։ Այստեղ խնդիրը հետևյալն է։ Հայաստանի Հանրապետությունում նախ մենք գտնում ենք, որ չպետք է լինեն քաղբանտարկյալներ, առավել ևս կին քաղբանտարկյալ, եւ այդ շինծու մեղադրանքը, որ կա Լիդիայի վրա, ու նույն հոդվածը կար նաև մյուս քաղբանտարկյալների վրա եւ 7 տղամարդկանց, ովքեր խափանման միջոցը փոխվել է եւ դրանից հետո Լիդիան շարունակում է մնալ անազատության մեջ։ Մեր նպատակը գլխավորն է, որ հասնենք նրան հանրային ճնշման միջոցով Լիդիան հայտնվի ազատության մեջ։ Որ առաջին հերթին Լիդիան հայտնվի։ Իսկ ընդհանրապես ռեակցիան ո՞րն է դատախազության առջև եք։ Դատախազությունից մոտենում են ձեզ, խոսում են, չեն խոսում, ինչպես։ Ընդհանրապես ոչ մի արձագանք չկա։ Չկա որ։ Իսկ հանրությունը, ժողովուրդը, մարդիկ, անցորդները Բազմաթիվ մարդիկ են գալիս, անցնում աջակցում են եւ մենք էլ շուտով հիմնական ժողովրդի մասը արդեն իջել են այսօր հերթական դատն է դատավարության Շենգավիթի դատարանում մենք շուտով կգնանք այնտեղ ու ակցիան արդեն այսօր շարունակել ենք։ Այսինքն գնալու եք նստածույցը դատարանի առջև շարունակեք, թե մտնելու եք դատական նիստին։ Չգիտեմ, տեսնենք եթե գտանք կմտնենք դա։ Ինչքան ժամանակ եք որոշել մնալ։ Մինչև փոխվի Լիդիա Մանտաշյանի խափանման միջոցը։ Այսինքն 3 ամիս է հիմա երկարացրեց, այսինքն 3 ամիս նստածույցը շարունակելու եք անկախ եղանակային պայմաններից։ Հասնելու ենք նրան, որ այդ 3 ամիսը չլինի էլի։ Մեր նպատակն այն է, որ այդ խափանման միջոցը անհապաղ փոխվի։ Շնորհակալություն։